Խատուտիկ, ադուվանչիկ, բուսաբուժության համար նախատեսված համար առաջին կարևոր խոտաբույսերի։ Հավաքում ենք միասին, նախապատրաստում այն ինչը որ կտեսնեք իմ տեսահոլովակում։ Դե ինչպես որ խոստացել էի, բուսաբուժության խոտաբույսերի բուժիչ օգտակար հատկությունների եւ այս ամենի հետ կապված այս ամենի մասին ասել էի, չէ՞, գարնան սկիզբ, դες ցույց եմ տալու, սովորացնելու եմ։ Այն ամենը ինչքանը որ պետք է, մնացածը իմ գաղտնիքներն են, ինչ բույսեր, ինչ խոտեր, հիմնականում բուժիչ տարբերակներով գարնան սկիզբ պետք է սկսենք հավաքել։ Այսինքն, այն միայն գարնանը չէ, հետևողական եւ ամռանը, եւ աշնանը, որ խոտաբույսերն են, ինչ անվանումներով, ինչ տեսակներով, որ ժամանակահատվածում ենք հավաքում, որը ինչ հատկություններ ունի, կարճ ասած, եկեք ասենք առաջ, այսօր այն ինչ ունենք, որը արդեն հիմա ապրիլ ամիսն է եւ արդեն իմ հողամասում աճել են, դուրս են եկել, հիմնականում կծանոթացնեմ 1-2 տարբերակի երևի թե այն ինչի հիմա որ կա։ Ընթացիկ դեռ շատ բանի մասին կլսեք, կտեսնեք, կներկայացնեմ, հիմա եկեք անցնենք առաջ։ Հիմնականում առաջնային տարբերակով ինչ ունենք, ինչ ենք հավաքում եւ տալիս եմ բացատրությունը, ինչի մասին է խոսքը, գնացինք առաջ։ Այն ինչ որ կտեսնեք, ինձ հետ միասին կարող եք հավաքել, պահեստավորել, կրկին շեշտում եմ, կբացատրեմ, որ ժամանակահատվածում ինչպես եւ ինչն ենք հավաքում։ Հիմա այն ինչ ունենք, անցնում ենք առաջ։ Իսկ դա ինչն է։ Այո, խատուտիկը, ռուսերեն տարբերակով ադուվանչիկ։ Գնացինք։ Տեսեք, հիմա ապրիլ ամիսն է, ապրիլի 7, հենց կանանց տոնի օրն է, շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին, մայրության, գեղեցկության տոնի հետ կապված։ Տեսեք, ուրեմն այս տարի գիտենք շատ անձրևային եղանակ, անձրև, որից հետո արև այդքան շատ չէր դուրս գալի, դա կապ ունի։ Ընդհանուր խոտերը որոշակի աճել են, բայց արևն է պետք շատ, որ ամբողջը առավել փարթամ դուրս գա, բայց արդեն ունենք, տեսեք։ Այսօր ծանոթանում ենք եւ ես ձեզ ծանոթացնում եմ հիմնականում խատուտիկի հետ։ Նայեք, խատուտիկ ծաղիկը, որ մենք շատ ենք սիրում։ Փոքր երեխա ժամանակահատվածից միշտ տեսել ենք, ուրախացել ենք։ Ես ինքս այս գույներով ոգևորվել եմ, փնջեր էի կապում, հետո որ փողում էի կաթեր դուրս գալիս, դառնահամ էր եւ այլն։ Հետո ինչ որ պսակներ էինք պատրաստում մեր գլխի համար։ Եվ այսպես, հիմնականում այսօր ծանոթանալու ենք, խոսելու ենք խատուտիկի մասին։ Ասելիքը շատ է, ուշադիր հետևեք ինձ։ Ահա, խատուտիկ։ Ահա, տեսեք ինչ գեղեցիկ է, հրաշք է, ափսոսում եմ, որ այն պոկեմ, բայց ինչ արած, այն դեղաբույս է։ Այսինքն այս խոտաբույսը շատ բուժիչ է, ինչ է, ինչի համար ինչ հատկություններ ունի, դա մի փոքր ուշ։ Եկեք անցնենք առաջ։ Գարնան այս ժամանակահատվածում առայժմ հիմնականում ունենք այս։ Մնացած տարբերակներն էլ դեռ կան, աստիճանաբար քիչ-քիչ կծանոթացնեմ ձեզ, բայց հիմա միայն այս բույսի մասին։ Տեսեք, գարնան այս ժամանակահատվածում ունենք այսպիսի գեղեցիկ բացված դեղին ծաղիկներ։ Գիտենք, չէ, որ այն պոկելիս կաթ է դուրս գալիս, մի փոքր անց այդ process-ը մենք կնայենք, ինքը ունի հասունացման շրջան։ Հասունանալուց հետո գիտենք, որ այն դառնում է, այսպես այս ծաղկի դեղին հատվածը, կարելի է ասել դառնում են փետուրիկներ, որը մենք փչում ենք, ամբողջ օդով տարածվում է, փոքր ժամանակ մենք դրանով խաղում ենք, եւ այդ ժամանակահատվածը կրկին բուսաբուժության մեջ օգտագործելու համար է, ամենի մասին հերթականությամբ։ Ինչքան էլ որ ափսոսեմ, ձեռքս չի գնում, հա, այս գեղեցկությունը տեսնեմ, բայց եկեք ես մեկ հատը հանեմ, խոսենք, բացատրենք, ինչպես ենք անում, ինչպես ենք խատուտիկը հավաքում եւ ընթացիկ մնացածը կասեմ։ Ունենք մեկ տոպրակ, այո, կարող եք վերցնել տոպրակը, հավաքել, հետո ինչպես ենք չորացնում, այս մասին առանձին կխոսենք։ Տոպրակը թողնենք այս կողմ։ Հիմա տեսեք, խատուտիկը մենք պետք է հանենք արմատով։ Այստեղ ինչքան հնարավոր է, ես խոտերը մի կողմ եմ տարածում, որպեսզի ձեզ տեսանելի լինի։ Տեսեք, արմատով, այնպես պետք է դանակով, մենք խորությամբ հողի մեջ պտտելով, մի փոքր այստեղ մեր հողամասը քարային է, դանակը կպնում է քարերին, մի փոքր դժվար է, բայց պետք է հնարավորինս մենք հանենք արմատով։ Ինքը պետք է ամբողջ արմատով դուրս բերել։ Իսկ ինչի համար արմատով, ոչ միայն գլխիկը կամ ծաղիկը, կբացատրեմ քիչ անց։ Ահա, տեսեք դժվարությամբ, բայց կարողացա արմատով դուրս բերել մեկ խատուտիկ, այստեղ արմատը ավելի խորը դեռևս չանեցի, մյուսները խորը կհանեմ, բացատրեմ, քանի որ այս ամբողջ բույսը այն բուժիչ է, ամբողջ իր տեսակը ինչ դուք տեսնում եք, այստեղ յուրաքանչյուր հատված ունի իր հատկությունները, բայց բնականաբար ամբողջ խատուտիկը
ունի նույն հատկությունները, ինչի մասին կխոսեմ, կբացատրեմ ինչի համար է այն, բայց ունի առանձնային բուժիչ հատկություններ։ Ծաղիկների հատվածի ազդեցությունը, ցողունները մեկ այլ ազդեցություն, բայց նորից եմ ասում, բոլորը նույն հիմքի համար են։ Տերևների տարբերակը, իսկ արմատները էլ ավելի շատ, առավել եւս արմատները, որը մենք առանձին կտրում առանձնացնում ենք եւ հիմնականում արմատները առանձին չորացնում ենք։ Եկեք այս մասին առանձին քիչ հետո կխոսեմ։ Մի քանի հատ խատուտիկներ հանենք, խոսենք ամբողջությամբ։ Ինչպես ենք չորացնում, ինչ ենք անելու, բայց ես երբեմն թողնում եմ, որ ծաղիկների այս գեղեցիկ տեսարանը անցնի, երբ որ դառնում են փետուրիկներ, նոր եմ սկսում հավաքել, քանի որ իրոք տեսքը ափսոս է շատ, հատկությունը չի կորում։ Կարա դառնան փետուրիկներ, արդեն իրենք չորանան, այդ ժամանակ հավաքենք, որովհետև նաև ծաղիկների հատվածը կտրում ենք առանձին ենք չորացնում, արմատները կտրում ենք առանձին ենք չորացնում, տերևները առանձին, քիչ անց ամբողջը կներկայացնեմ ձեզ։ Հիմա ձեզ համար այսպես մի քանի հատ կհավաքեմ եւ մնացածը կթողնեմ, երբ որ այս ծաղկային մասը անցնի նոր։ Եկեք մի քանի հատ էլ ես արմատով դուրս բերեմ, անցնեմ առավել մանրամասն խոսելու այս մասին։ Կարճ ասած, հավաքեք խատուտիկները, որտեղ որ կտեսնեք, արմատով հանեք, հավաքեք, այն շատ պետք է գալու, ինչպես որ կներկայացնեմ ձեզ։ Այստեղ թողնենք տոպրակի վրա, մյուս տարբերակը հիմա կհանեմ։ Ահա, տեսեք, այստեղ կարողացա բավականին արմատով դուրս բերել։ Եվ այսպես ամբողջ խատուտիկները ես հավաքելու եմ, միայն նորից շեշտեմ, թողնում ես գեղեցիկ տեսարանը իմ այգու մնա, քանի որ նաև պետք է ֆոտոսեսիա, գեղեցիկ նկարվեմ իմ այս տեղին ծաղիկների հետ, ինչպես ամեն տարի անում եմ։ Այնուհետև կդառնան փետուրիկներ, որ ամբողջությամբ ինձ համար կհավաքեմ։ Եկեք անցնենք խոսելու այսքանի մասին, որպեսզի ձեզ մանրամասն բացատրեմ։ Գնացինք առաջ։ Եվ այսպես, հիմա խոսում ենք հիմնականում խատուտիկի մասին, ես մտածված շատ չեմ հավաքել, սա ձեզ համար է, ինչ եմ խոսում, ինչ եմ բացատրում, ինչպես նախապես ասացի, թողնելու եմ ծաղիկները անցնեն, դառնան փետուրիկներ, նոր հավաքեմ, իրականում ափսոսում եմ։ Բուսաբուժության մեջ խոտաբույսերի հետ կապված բոլորը ինչ կներկայացնեմ, ամենի մասին կխոսեմ ձեզ հետ, բայց ընդհանուր մի բաժին կա, որը վերաբերում է բոլոր խոտաբույսերին, այսինքն բուսաբուժությանը վերաբերվող այն բույսերին, ինչը կտեսնեք, կհավաքենք, որը շատ են իրականում մոտ 50, 100 եւ ավելի տեսակների, կան տեսակներ, որոնք Հայաստանում չեն աճում, մեր տարածքում չեն աճում, ավելի ցուրտ գոտիներում, հիմնականում Ռուսաստանում ծառի կեղևներ կան նաեւ, եկեք այս ամենը առայժմ չներկայացնեմ, պարզ խոսենք, որ դες համար հասկանալի լինի։ Այսինքն այն ամենը, ինչը կա մեզ մոտ, ինչը կա մեր շրջապատում, մոտ 10, 15, մինչև 20 եւ ավելի տեսակներ, որ կարող եք հավաքել, պահեստավորել, ինչ ասում եմ, պատասխանատու եմ իմ ասացի համար, օգտագործման ձևի համար, ինչպես պահեստավորել, ինչպես օգտագործել, իսկ ընդհանուր հիմքը որն է բոլոր խոտաբույսերի հետ կապված, տեսեք, կա 3 տարբերակ, այսինքն, որոնք են այդ 3 տարբերակները։ Բուժիչ խոտաբույսը թարմ վիճակով կարող ենք այն ճզմելու միջոցով ստանալ իր հյութը, իր այդ հեղուկ զանգվածը պահեստավորենք, ինչպես ենք պատրաստում սպիրտի հետ, թուրմ ենք պատրաստում յուղերի հետ, քսուկներ, ինչպես ասում են վերքերի համար քսուկներ որպես, որը լավացնում է, մենք պատրաստում ենք խոտաբույսերով, իր թարմ ժամանակ ճզմելու միջոցով, իր հեղուկը խառնելով այդ քսուկների յուղերի հետ, սա առանձին թեմա։ Երկրորդ տարբերակը կրկին թարմ վիճակով ծամելու ուտելու միջոցով, անգամ մուրաբաներ մարինացված չզարմանաք, այդ մասին կխոսեմ, իսկ հիմնականում որպեսզի ձմռանը նույնպես կարողանանք օգտագործել բոլոր խոտաբույսերը, պետք է կարողանալ ճիշտ չորացնել, այսինքն չորացնում ենք, իսկ ճիշտը որն է, ինչ միջավայրում, ինչպես պետք է չորացնենք, ինչ չափի եւ ինչպես պահեստավորենք, որ հետագայում այն չխոնավանա, չորտնի, չփչանա, ինչպես ասում ենք, ցեց չունենա իր մեջ եւ կարողանանք օգտագործել, իսկ այս դեպքում ամբողջ ձմեռ մենք ունենում ենք այն ամեն բուժիչ հատկությունները, կարելի ասել պահեստավորած, որը մենք ձմռանը մեզ համար օգտագործում ենք չայերի տեսքով, մուրաբաների տեսքով, իսկ ինչպես մուրաբա ես ձեզ կասեմ, հիմա խոսենք այդ ամենի մասին կներկայացնեմ ձեզ։ Սա ընդհանուր դրույթներ, որը կրկին հետագայում կասեմ բոլոր խոտաբույսերի հետ կապված, անցնենք խատուտիկին։ Ինչ ունի խատուտիկը, ինչ հատկություններ։ Հիմա եկեք սկսենք այստեղից։ Խատուտիկի միայն այս դեղին ծաղիկները, որ ես ափսոսում եմ գեղեցկությունը փոկել, հավաքվում է առաջնային միայն դեղին ծաղիկները եւ այո, շաքարավազով, եփման միջոցով, այնպես որ շատ եռման չբերենք, իսկ եռալը բարձր ջերմային մշակումը վերացնում է օգտակար հատկությունները, դրա համար ձև կա, տարբերակ կա, կասեմ, հավաքում ենք միայն գլխիկները եւ պատրաստում ենք մուրաբա, այո, խատուտիկի ծաղիկի գլխամասով, մուրաբաներ, բանկայով, որ դուք տեսնեք, տարաներով դրանք կան։
Իսկ երբևիցե կմտածեք իր դառնության մասին, այդ մասին չեն խոսի, դառնության հետ կապված վախենալ պետք չի, դա չի լինում, դա ամբողջը վերանում է, այլ ավելի համեղ է ստացվում, օրինակ ինչպես եք դուք սուրճը դառը կարողանում խմել շատերը, մենք այն չենք զգում, շաքարավազով, մուրաբաներով ինչպես ենք պատրաստում, սա լիարժեք դեղ է ամբողջ ձմռան ժամանակահատվածում իմունիտետի համար եւ այն ամենը ինչը որ հիմա ես կասեմ։ Մնացած մասերը, այո, ճզմվելու միջոցով, այսինքն մենք աղում ենք դուրս ենք բերում հյութը, իսկ այդ հյութից պատրաստում ենք իրական սպիրտի հետ խառնվող, ինչ է, ինչ չափի յուղերի հետ խառնվող դեղեր, քսուկների համար, վերքերի, նաև կոսմետիկայի մեջ դիմահարդարման, ներքին օրգանների հետ կապված ճզմելու միջոցով, ինչպես քիչ առաջ ասեցի, հենց թարմ խատուտիկի տերևները։ Անցնենք արմատներին, ամենագլխավորը։ Շատ հաճախակի կտեսնեք, որտեղ միայն հավաքում են արմատները։ Տեսեք, այս մասը ես հիմա կկտրեմ։ Այստեղ արմատը ինձ մոտ մի փոքր կարճ է դուրս եկել, ասացի չէ, այնտեղ քարոտ հատված է։ Դանակին խանգարում էր, չէր թողնում, բայց թող այս ծաղկային մասը անցնի, ես ամբողջը հանելու եմ։ Իրականում արդեն իմ հավաքածուն վերջացել է տան, պետք է նորը պատրաստեմ ինձ համար։ Կտրում ենք, տեսեք, միայն արմատները։ Ես ունեմ այնտեղ տարայով մի ամբողջ տարա կամ փաթեթ, կարելի ասել, հենց միայն արմատներն են չորացված պահված։ Երբեմն լսած կլինեք կամ հետո շատ կլսեք, այո, զարմանալու չէ, անգամ քաղցկեղի դեմ, քաղցկեղի կամ վտանգավոր ուռուցքների չառաջացման համար հենց արմատը ինչպես է օգտագործվում։ Առանձին չորացնում ենք արմատները, հավաքում ենք միայն այս արմատները, առանձին ամբողջը չորացնում ենք։ Բայց իմ տարբերակում ինչ եմ անում ես, իմ խորհուրդները, տարբերակները կասեմ ես դες, այսպես ինչ դուք տեսնում եք, ես հենց այսպես չորացնում եմ, քանի որ միևնույն է ամբողջ իր հատկությունները արմատից մինչև ծաղիկ զանգվածում կա իր մեջ։ Ես դες տարբերակներ եմ ասում, ցանկությունը ձերն է ինչպես կցանկանաք չորացնել, կարող եք տերևները առանձին չորացնել, ծաղիկները առանձին, արմատը կտրել առանձին, իհարկե ունեմ նաև արմատը առանձին հավաքված չորացված, բայց դուք այսպես կարող եք չորացնել։ Այսինքն, այս տարբերակով ես կչորացնեմ, ամբողջը կհավաքեմ, տեսեք անմիջապես ծաղիկը փակվեց, ինքը արևից հետո ծաղիկը փակվում է, կամ մենք իրեն արդեն հողից, գետնից, պոկեցինք սկսեցին փակվել ծաղիկները, իսկ իր միջուկի կաթը, երբ որ մենք պոկում ենք, տեսնում ենք, որ այստեղ, եթե զգացվում է, դեռևս թարմ է, աննշան կաթ է դուրս գալիս, իրական դեղ է։ Հենց այս հեղուկը, այս կաթնային զանգվածը վերքերի, բորբոքումների, շատ բակտերիաների դեմ, որի մասին քիչ անց կխոսեմ, ինչ ընդհանրապես հատկություն ունի եւ ինչի համար է այն։ Իսկ միջ անցնելը այդ հատվածին բացատրեմ տարբերակները բույսերի հավաքման, ես էլի ասել նորից կշեշտեմ, կասեմ ձեզ, որը թե խատուտիկի, թե ընդհանրապես բոլոր բույսերին է վերաբերվում բուժիչ։ Տեսեք, գարնան ժամանակահատված, ամռան եւ աշնան, ինչ է նշանակում սա։ Ես հիմա հավաքեցի, ձեզ ցույց տվեցի, բայց իրականում ոչ թե միայն ծաղիկին ափսոսալու տարբերակը, նաեւ մտածված կթողնեմ, կհավաքեմ մի փոքր ուշ։ Եթե անգամ այդ փետուրային հատվածներ կանցնի, բայց մենք բոլորս պետք է ճանաչենք իր տերևներով, որ դա խատուտիկն է, թե արդեն ծաղիկը չկա, բայց մենք հասկանում ենք, որ խատուտիկն է, ամբողջը կհավաքեմ հետո այս զանգվածը։ Ինչի համար։ Ինչը որ նոր է, ինքը նոր է դեռ բույսը դուրս եկել, դեռևս հողից չի վերցրել այն ամենաուժեղ օգտակար հատկությունները, քանի որ նոր է, թարմ է։ Այսինքն դեռևս հողից հատկությունները պետք է վերցնի արևից, օդից, անձրևից, ինքը սնուցվի, հասունանա, դառնա այն ամեն բուժիչ լավագույն հատկությունները իր մեջ հավաքի, բնականաբար ինքը ինչքան ժամանակահատվածը անցնում է առաջ, այնքան դառնում է ավելի բուժիչ հատկություններով։ Իսկ աշնանը հիմնականում տեսեք, բուսաբուժությամբ զբաղվող խոտաբույսեր հավաքող, հասկացող մարդիկ շատ բաներ կան, որ ամռանը կամ ավելի շատ ավելի ուշ ամռանը դեպի աշնան կողմ կամ հիմնականում աշնան են հավաքում։ Այդ ժամանակ ամենաուժեղ հատկություններ է ունենում խոտաբույսը, բուժիչ այս խոտերը, ինչպես արդեն ասացի, գարնան ժամանակահատվածում ունի որոշակի ոչ այնքան խտություն, օգտակար հատկությունների, քան այդ ժամանակահատվածում։ Հիշեք, կարճ ասելով, ինչքան խոտաբույսերը ավելի ուշ ժամանակահատվածում մենք կհավաքենք, այնքան բուժիչ օգտակար հատկությունները ել առավել զգայուն են լինելու եւ պետքական։ Աստիճանաբար ես ձեզ կներկայացնեմ, կծանոթացնեմ նաև այլ բույսերի հետ, ինչեր ենք հավաքելու հերթականությամբ մի քանի բառով կասեմ, եզան լեզու, լայն, եզան լեզուի մասն է խոսքը, թող այն դուրս գա կներկայացնեմ եւ միասին կրկին կհավաքենք, եզան լեզուների տարբերակներ կան նեղ եւ լայն, որը ինչ է նշանակում, որն է առավել կարևոր, երիցուկը, ռամաշկա, ինչպես որ ասում ենք, մասուրի հատիկներ եւ շատ, դեռևս այստեղ 1-2 անուն եմ տալիս, մնացածը ես կասեմ, էլ ինչ ենք հավաքելու, իսկ ապա չորացման տարբերակը։ Տեսեք, անմիջապես արևի տակ,
Այսինքն ուղիղ ճառագայթներով, ինչպես որ ասում ենք, այրելով չորացնել, դա էլ պետք չէ, սխալ է։ Խոնավ միջավայրում նույնպես չի կարելի չորացնել, ինքը իր հատկությունները կորցնում է, երկու դեպքում էլ արևի տակ էլ կտրուկ հատկությունները սկսում է կորցնել այդ ուժգին տաքությունից։ Խոնավության դեպքում բնականաբար այն ավելի շատ բորբոս կառաջացնի, լավ չի չորացնի։ Մենք պետք է չորացնենք այնպիսի միջավայրում, որ ինքը լինի լուսավոր, որոշակի արևի արկայությունը կարևոր է, ոչ խոնավ, բայց հիմնականում բաց ազատ տարածքում, ինչքան հնարավոր է քամու արկայության դեպքում, այսինքն ինչպես ասում ենք, օդափոխվի եւ այդ օդի շարժման ընթացքում բաց տարածքում ինքը չորանա։ Որպեսզի մենք հասկանանք, զգանք իր ամբողջ չորությունը, որևէ խոնավ հատված չի կարելի, որ իր մեջ պահպանվի, մենք տեսնում ենք մինչև վերջ, ինչքան այն չորացավ եւ խոնավ հատվածներ չունի, այնուհետեւ կարող ենք ուղղակի պահեստավորել կտորե տոպրակների մեջ, հավաքել, պահել, քանի որ կտորե տոպրակները իր մեջ օդ խաղալու հատկություն ունի, ինչպես հասկանում ենք, սովորական ապակյա տարաներում էլ կարող եք պահել արդեն չորացված խոտաբույսերը, իսկ իր կափարիչին փակելու հատվածում գոնե ճեղք անցք արեք, որ ինքը օդ կարողանա խաղալ։ Այսպիսի տոպրակներում նույնպես փորձում են պահել, պահպանել իր վրա անցքեր անելով, ճեղքեր անելով, որպեսզի անընդհատ օդը խաղա, այսինքն ինքը անընդհատ օդափոխվի, որպեսզի իր մեջ, ինչպես ասում ենք, ցեց չառաջանա։ Բայց իրականում ինչ էլ որ լինի, ինչքան էլ պահենք, պահպանենք, հիշեք, խոտաբույսերին երկար պահել չի կարելի։ Մինչև 2 տարի ոչինչ հնարավոր է, բայց ավելի ճիշտ է տարվա մեջ 1 անգամ փոխեք, այսինքն ամեն գարնանը, ամռան այդ ժամանակահատվածում մենք արդեն ունենք նոր աճվածը, հինը եթե ունեք պահեստավորած դերևս արդեն կա, թափեք, թողեք մի կողմ, հավաքեք նորը, չորացրեք, որ իր ամբողջ օգտակար հատկությունները պահպանված լինի իր մեջ։ Երկար պահելու դեպքում դուրս են գալիս օգտակար հատկությունները։ Մի փոքր խոսեմ, ներկայացնեմ ինչ հատկություններ ունի խատուտիկը, ադուվանչիկ, ինչպես ասում ենք ռուսերեն, տարբերակով եւ այսպես։ Իր օգտակարությունը այնքան շատ է, որ ամբողջը թվեմ շատ երկար կտևի, բայց եկեք մի քանի հստակ բառերով։ Հակաբորբոքիչ, քաղցկեղի առաջացման դեմ, մաքրում է ամբողջ օրգանիզմը մանրէներից, վիրուսներից, բարձրացնում է իմունիտետը։ Այս շարքը այնքան երկար է, եկեք աստիճանաբար թողնենք առանձին, որ տարբերակներում երբ կխոսեմ այս մասին, երբ որ կունենաք ամբողջը պահեստավորած, չորացրած, արդեն ամենը ունեք, արդեն աստիճանաբար ձեզ կասեմ, ինչպես է օգտագործվելու, ինչ եք անելու, որ դեպքում եւ այլ ինչ խոտաբույսերի հետ կարող եք համադրել, համատեղել, միասին պատրաստել թեյեր, խմուկներ, հյութեր, օշարակներ եւ այսպես շարունակ։ Դա հետո կներկայացնեմ ձեզ արդեն։ Իսկ իրականում ինձ մոտ, մեր տանը, ինձ համար եւ բոլորիս համար, իհարկե ովքեր ցանկանում են օգտվել կամ երբևիցե բարեկամների կամ տան հարազատների մեջ, որոնք չեն ընդունում, չեն ցանկանում ընդհանրապես օգտվել իրենց գործն, համար մենք կտեսնենք ում մոտ իմունիտետի կայուն լինելը ինչքան լավ է, ինչքան վատ է, այդ մասին չասեմ, դուք ինքներդ տեսնում եք, մշտապես այս ամենը ճիշտ օգտագործել առողջությունը եւ ցանկացած խնդրի դեմ այն օգտակար է, բայց շատերդ նկատած կլինեք եւ հիմա ինքս էլ կարող եմ ասել, ես չեմ գնում, երբևիցե չեմ օգտագործում պարզապես խանութից գնված թեյեր, բացառապես։ Ոչինչ, ոչ մի վատ բան չունեմ ասելու, ես չգիտեմ ինչ կան այդ փոքրիկ պարկերի մեջ, ինչպես ասում են պակետիկների մեջ, ինչ է լցված, ինչ գույն է, գույնավորած է, համենայն դեպս ես խմում եմ թեյեր միմիայն իմ պատրաստած խոտաբույսերով եւ շատերը այդ անգամ նկատել եք, որ ունեմ խառնումներ։ Այսինքն 5-ից մինչև 10 կամ ավելի չորացված խոտաբույսերի խառնումով ես ստանում եմ թեյեր, որը ամենի համար է հավաքածու, մաքրել օրգանիզմը, գարնան ժամանակահատվածում, ամռանը, աշնանը, միշտ մեր օրգանիզմը լինի առողջ, այս ամենի մասին էլի առավել մանրամասն կխոսեմ, մշտապես ես խմում եմ այս խոտաբույսերը եւ շուտով պատրաստի տարբերակով նաեւ կառաջարկեմ ձեզ առաջին փուլում անգամ իմ հետևորդներից շատերին ես ուղարկեմ նվեր տարբերակներով հենց պատրաստի թեյերը խոտաբույսերից ինչի համար է ինչպես պետք է այն օգտագործեք այո փոքրիկ պարկերով դուք կօգտագործեք կհասկանաք ինչպես ասում ենք այդ պակետիկներով առաջի փորձարկումից հետո արդեն կհասկանաք ես ձեզ ինչ եմ առաջարկելու շատ շուտով դե ինչ ամբողջը պարզ էր, հասկանալի էր, դերևս այսքանը ձեզ բացատրելու համար եւ այսպես շատ հանգիստ կարող եք հավաքել եւ արդեն պահեստավորել առայժմ խատուտիկը, ինչպես ներկայացրեցի ձեզ։ Աստիճանաբար հաջորդ տեսահոլովակներում ես ձեզ կներկայացնեմ ել ինչ ենք հավաքում, ինչ ենք անում, ինչպես ենք չորացնում։ Իսկ այս տարբերակից մնացած ամենակարևոր քսուկները եւ այլ թարմ վիճակով պատրաստվող իր հյութից տեսականին կմտածեմ կամ քիչ ուշ ձեզ կներկայացնեմ կամ այն միայն ինձ համար է ինչպես եմ պատրաստում ինչ եմ պատրաստում որտեղ ինչպես նախապես շեշտեցի ճզմելու միջոցով իր հյութով պատրաստում են քսուկներ սպիրտի հետ հավելացումով յուղերի եւ այլն այսինքն ցաների դուրստվածության բորբոքվածության վերքերի
Սա իրականում շատ խորը մի հատ ծրագիր է, որը միայն դերևս ինձ է վերաբերում։ Ընթացքում կհասկանամ պետք է այն այսպես ներկայացնել, թե ոչ, բայց կապը պահեք ինձ հետ։ Ես շուտով նաև խնամքի, հարդարման կոսմետիկական միջոցների տարբերակներ կառաջարկեմ իմ պատրաստած իրական բուժիչ եւ լուրջ հիմք ունեցող այն ամենով, ինչը որ դուք տեսնում եք։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տեսահոլովակում, հաջորդ եթերում էլ ավելի հետաքրքիր, հաջորդ բուժիչ խոտաբույսին վերաբերվող առայժմ դուք հավաքեք խատուտիկները եւ պարզապես չորացրեք այնպես, ինչպես որ ես ձեզ ասացի։ Կհանդիպենք։